Ինքս այսօր գիտեմ, որ ես կարող եմ կամ կատարել շատ մեծ դեր։ Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները չընդունեցին 2008-ի նախագահի ընտրության հայտարարված արդյունքը։ Քվեարկության հաջորդ օրվանից փետրվարի 20-ին սկսվեցին շուրջօրյա բողոքի ակցիաներ՝ Սերժ Սարգսյանին ընտրված համարելու որոշումը չեյալ համարելու պահանջով։ Շարժումը հակառակ կանխատեսումների օր-օրի ընդլայնվում էր։ Ամեն օր հայտնի էր դառնում, որ իշխանական տարբեր ներկայացուցիչներ սատարում են Տեր-Պետրոսյանին։ Հանրապետության զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը հրապարակավ հայտարարեց, որ ընտրությունները կեղծվել են եւ կոչ արեց ժողովրդին տեր կանգնել իր քվեին։ Օրեր անց նա պաշտոնան կարվեց եւ կալանավորվեց։ Հանրահավաքային ալիքի գագաթնակետը եղավ փետրվարի 26-ը, երբ նախագահի պաշտոնը դեռ չստանձնած Սերժ Սարգսյանը նույնպես հանրահավաք հրավիրեց իրեն սատարողներին ցուցադրելու նպատակով։ Պետական համակարգի աշխատակիցներ, ուսուցիչներ ու աշակերտներ ավտոբուսներով բերվեցին Երևան, սակայն նրանցից շատերը հրաժարվեցին մասնակցել եւ Ազատության հրապարակում միացան Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին։ Տեսեք, ովքեր են գալիս հրապարակի։ Այդ պահից իշխանությունը դարձավ առավել ագրեսիվ։ Դեռևս գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ իր համբերության բաժակը կարող է լցվել։ Իշխանությունները փոխեցին մարտավարությունը, իրենց կողմը գրավելով ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած Արթուր Բաղդասարյանին։ Օրինաց երկրի առաջնորդը, որ մինչ այդ կասկածի տակ էր առնում ընտրության արդյունքը, ընդունեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը եւ համաձայնեց կոալիցիայի մեջ մտնել Հանրապետականի, Բարգավաճ Հայաստան կուսակցության ու Դաշնակցության հետ։ Այդ հայտարարությունից հետո իշխանության ձեռքերը կարծես ամբողջությամբ ազատվեցին։ Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանական ուժերը հարձակվեցին Ազատության հրապարակի վրանային ավանի վրա, ծեծեցին ու ձերբակալեցին հարյուրավոր մարդկանց։ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետն անձամբ հեռացրեց ընդդիմության առաջնորդին տարածքից։ Լևոն Տեր-Պետրոսյանին իրավապահները բռնությամբ տարան իր տուն ու փաստացի տնային կալանքի ենթարկեցին։ Խուճապահար ցուցարարներին ուժայինները հետապնդում ու դաժան ծեծի էին ենթարկում։ Այդուհանդերձ ժամեր անց բողոքի ակցիան շարունակվեց Ֆրանսիայի դեսպանատան մոտ։ Երեկոյան ոստիկանները զենք կիրառեցին։ Ռոբերտ Քոչարյանը Երևանում արտակարգ դրություն հայտարարեց։ Մարտի 1-ի արյունալի գործողությունների հետևանքով զոհվեց 10 քաղաքացի, որոնցից 2-ը ոստիկաններ էին։ Ընդդիմության առաջնորդները 100-ից ավել ցուցարարներ ձերբակալվեցին եւ դատապարտվեցին տարբեր հոդվածներով։ Արտակարգ դրության, խոսքի եւ մամուլի ազատության, ինտերնետի սահմանափակման պայմաններում սահմանադրական դատանը լսեց ու մերժեց ընտրությունների արդյունքները չեյալ հայտարարելու դիմումը։ Ազգային ժողովը անձեռնմխելիությունից զրկեց 4 պատգամավորի։ Մարտի 1-ի գործն առ այսօր ամբողջովին բացահայտված չէ։